Ես այսօր առավոտյան կալանավայրում գտնվող Մրկերտի arczepiskopos Պռոշյանի օրհնությամբ եւ մեր թեմի հոգեվոր տեսուչ հայ Շնորհ Պալոյանի օրհնությամբ այցելել եմ Խոշի Սուրբ Ստեփանոս մեր ուխտավոր հավատացյալների հետ եւ այնտեղ նաեւ աղոթել ենք Վեհափառ Հայրապետի համար, որ մեր Վեհափառ Հայրապետին երկար արևշատ օրեր տա Աստված, նաեւ կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մանավանդ Միքայել arczepiskopos Աճապահյանի համար, որտեղ ինքը չնայած իր արտաքին այսպես քաջ, համարձակ տեսքին, ինքը փուխր առողջություն ունի, ինքը գիտնական, մտավորական, հոգևորական է, բայց շատ առողջական լուրջ խնդիրներով անձնավորություն է, որոնց համար ինքը չի լացում, չի մխկտում, սենց խեղճ դեմք չի ընդունում, բայց ինքը շատ փխրուն առողջություն ունի։ Կուզեմ, որ նաև դուք էլ աղոթեք իր առողջության համար, որտեղ կալանավայրում եղող հոգևորականների հետ նաև շատ վատ են վարվում, անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ խուզարկության ժամանակ, երբ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ, որ քննչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջի անգամ քննչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանման չեն եկել։ Ինչ տարբերություն ունեք, ինչպես են վարվում հոգեվորականների հետ, որ ասացիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական ասենք անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյա երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քննչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի Բայց կարիք ունեիք։ Այո, կարիք ունեի, ավել ասեմ փոքր երեխաց մենք գիտենք գնացեր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից պահվածքը իմ ընտանիքիս անդամ Դիմակավորված մտել էին։ Չէ, առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ պահվածքով, մոտավորապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց հետ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։